Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ Արմեն Մանվելյանը։ Պարոն Մանվելյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար։ Պարոն Մանվելյան, շարունակվում է Նիկոլ Փաշինյան եկեղեցի հակամարտությունը եւ Փաշինյանը, ինչպես ամեն առավոտ, այս առավոտյան եւս հերթական գրառումն է արել եւ այս գրառմամբ նա ասում է կաթողիկոսի թեկնածու չունեմ, բայց նաև հաստատում է, վերահաստատում է իր պատրաստակամությունը, իր եւ իր իշխանության, որ վեհափառը պետք է հեռանա վեհարանից եւ ասում է նույնիսկ նա անդրադառնում է այն մարդկանց, ովքեր պաշտպանում են վեհափառին եւ ասում է դուք գեղձիկը սուտը պաշտպանում եք, փարիսեությունն եք պաշտպանում։ Ի վերջո Նիկոլ Փաշինյանին կհաջողվի կաթողիկոսին գահանկեցանել։ Ես համոզված եմ, որ չի հաջողվի, որովհետև դեպ սա նկատեմ էլի հայաստանյան ծառայական Սուրբ եկեղեցու դեմ շատ ավելի հզոր ուժեր են պայքարել, փորձել ոչնչացնել, այսինքն սրանցից առաջ դա անում էին բոլշևիկները, որոնք նույնիսկ խեղդամահարեցին կաթողիկոսին իր ննջարանում, սա հայտնի փաստ է, դրանից առաջ եկեղեցու դեմ պատերազմ էր հայտարարել ցարական Ռուսաստանը, որ նա կազմում էր, դրանից առաջ եկեղեցու դեմ պատերազմ էին հայտարարել Օսմանյան կայսրությունը եւ Սեֆիդական Պարսկաստանը, որոնք ամենքեր ցանկանում են վերահսկել եւ իրենց մարտիկ ունենալ, դրանից առաջ եկեղեցու դեմ պատերազմ էին հայտարարել տարբեր բողոքական եւ հակակրոնական շարժումներ Պավլիկյաններ, Թոնդրակյաններ, դրանից առաջ եկեղեցու դեմ պատերազմ էր հայտարարել Քաղկեդոն Բյուզանդյան եւ այլն, այսինքն սա նոր երևույթ չէ։ Հայ ժողովրդի ինքնության կարևորագույն հենարանի ոչնչացումը, սա բարբերաբար դրսի եւ ներսի տարբեր ուժերի կողմից կատարվել է, որոնք ցանկանալով սեփական իշխանությունը էլ ավելի ամրապնդել, իդե մոռացած է նաեւ եկեղեցու դեմ ժամանակին պայքարում էր հայաստանյան ծառայական կաթոլիկ եկեղեցին, որ ինքը ուժեղ դիրքեր ուներ Կիլիկյան Հայաստանում։ Նորից եմ կրկնում, սա նոր երևույթ չէ եւ պատահաբար նաեւ պատահական չէ, որտեվ եկեղեցին իսկապես մեր ինքնության գերկարևոր մասերից մեկն է։ Եկեղեցու շնորհիվ որ մենք այսօր ձեր հետ միասին հայերեն ենք խոսում, որտեղ սրանից բավական 300-400 տարի առաջ եկեղեցին պահպանում էր հայկական դպրոցներ եւ հայկական դպրոցներում հայ երեխաներին հայերեն խոսել, գրել, կարդալ են սովորեցնում եւ դա պարտադիր էր։ Դա էլ հիշեցնեմ, որ 15-րդ դարում նույնիսկ եկեղեցին շատ պատմական կարելի ասել աշխարհակաղակական որոշում ընդունեց վերադարձնելով կաթողիկոսությունը Սիսից դեպի Էջմիածին, որը թվում էր թե այդ ժամանակ անլուրջ կամ ոչ լուրջ որոշում է, որովհետև Էջմիածինը գտնվելով Օսմանյան կայսրության եւ Սեֆիդյան Պարսկաստանի արանքում ինքը անդադ հարձակումների էր ենթարկվում, որովհետև 10 պատերազմ եղել այդ երկու կայսրությունների միջև, 10 եւ ամեն անգամ այդ պատերազմի ընթացքում Էջմիածինը մեկ Օսմանյան կայսրությունից անցնում էր Պարսկաստանի տիրապետության տակ եւ հակառակ այս գործընթացը անդադ գնում էր եւ բերել Սիսից, որը համատաբար ավելի ապահով էր Էջմիածին, սա ռազմավարական խորը գնացող աշխարհակաղակական որոշում էր։ Որոշման կարևորագույն պայմաններն, որպեսզի Հայաստանի բուն կենտրոնում նորից ուժեղացնել քրիստոնեությունը եւ դրա միջոցով պահել հայ ժողովրդին հայկականությունը պահպանել։ Եւ հետաբար այս կառույցի դեմ անընդհատ հայտարարված պատերազմները թուրքերի, պարսիկների, կաթոլիկների, քաղկեդոնացիների եւ այլն եւ կողմից անընդհատ երևույթ է, հետագայում բոլշևիկների եւ այլն։ Տեսեք, պարոն Մանվելյան, իշխանությունն ասում է մինչ անդիմադիրները այս ամեն ինչը տեղավորում են հայի ինքնության դեմ, եկեղեցու դեմ արշավով, Նիկոլ Փաշինյանն ասում է ես ընդամենը պարզ հարցեր եմ տվել եւ իմ խնդիրն է ընդամենը եկեղեցին մաքրել կուսակրոնությունը խախտած եկեղեցականներից եւ առաջին հերթին վեհափառից։ Այսինքն ասում է այդքան մի լայն դիտարկեք, ես այդ լայն պայքարը չեմ իրականացնում, իմ հարցը միայն եկեղեցին մաքրելն է նման հոգեվորականներից։ Ինչ պատասխան եք։ Նայեք, պատասխանը շատ պարզ է։ Սա երկու հարթություն գոյություն ունի, գոյություն իրավական հարթություն, որը սև սպիտակով գրած է, որ եկեղեցին անջատ է, իրենք են դա գրել պետությունից, սա մեկ։ Այդ իրավական հարթության մեջ ասում են նաև, որ պետությունը իրավունք չունի խառնվելու եկեղեցական կառույցների գործերի մեջ, սա ինքնավար կառույցներ եւ ինքը իր ներսում է որոշում։ Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցին ինքը նաեւ հոգեվորական միաբանություն է։
եւ այդ միաբանությունը իր ներքին կանոնադրությամբ է շարժում, այլ ոչ թե պետական օրենքներով։ Հետևաբար պետության կողմից պետություն ներկայացնող ցավոք սրտի այս անձի կողմից խառնվել եկեղեցու գործին, սա նաև սահմանադրության, խղճի ազատության եւ կրոնական ազատության մասին բոլոր օրենքների խախտում է։ Սա ոչ միայն ներկայական օրենքներն, այլ նաև Հայաստանը ստորագրել է Հայաստան պետությունը, ստորագրել է նմանատիպ պայմանագրեր աշխարհի բոլոր հնարավոր, ասենք միավորված ազգերի կազմակերպությունում գոյություն ունեցող, երբ որ Հայաստանը մաս է կազմել ԵԽԽՎ-ի, նույնպես ստորագրել է համապատասխան կանոնակարգերը, որով ինքը ապահովում է խղճի եւ կրոնական ազատությունները Հայաստանում։ Հիմա սա նաև դրա խախտումներ են։ Եվ նաև, բայց կա նաև հենց այդ ձեր ասած բարոյական հարթությունը, որը հենց ինքն է բարձրացնում։ Վերջին 7 տարիների ցույց է տվել, որ ավելի ստախոս, անբարոյ անձկանց գործող քաղաքական ռեժիմն է եւ նրա պարագլուխը գոյություն չունի։ Այսինքն ինքը չէ որ պետք է բարոյականությունից խոսա, ինքը չէ որ պետք է քրիստոնեությունից խոսա, որտեղ ըստ տարբեր լուրերի ինքը նաև տարբեր աղանդների անդամ է, հայտնի կյանքի խոսք աղանդի ամենաակտիվ անդամներից մեկը, որի ղեկավարի հետ նաև հանդիպեց, հիշում եք, որ գնացել էր Միացյալ Նահանգներ։ Այսինքն փարիսեությունը հենց ինքն է անում, կեղծավորությունը, ստախոսությունը իրենց քաղաքական, ասենց ասեմ, կոնյունկտուրայի մի մասն է, քաղաքական պոպուլիզմը հիմնված հենց այդ քաղաքական ստախոսության վրա։ Հետաբար հավատալ այդ մարդուն եւ նրա ազնիվ մղումներին իբր թե ինքը ուզում է ինչ-որ բան մաքրել։ Ասում է աշխարհի կյանքում ապրողների խնդիրները, մեղքերը կարող է շատ լինել, բայց եկեղեցին պետք է լինի անաղարտ, մաքուր իր կանոններին համապատասխան։ Նորից եմ կրկնում, ինքը չէ որ որոշում է այդ կանոնները, կամ էլ ինքը չէ որ դրա մասին պետք է խոսել։ Առավել եւս ինքը այդ հարցը բարձրացնում կուսակրոնությունը, ինքը պետք է հասկանա թե դա ինչ խնդիր է եւ դա ոնց է անդրադառնում եկեղեցու վրա։ Որտեւ սա էլ շեշտեմ ցանկացած եկեղեցական կանոններ, սա նորից եմ գրում, ներքին իր եկեղեցու խնդիրն է։ Իր նպատակը դա չէ, մաքրելու անաղարտ, որտեղ եթե ինքը մաքուր անաղարտ կյանքով ապրող անձ լիներ, մենք ասենք, հա, իսկապես սա մի հատ սրբագույն անձնավորություն է, բայց հիշում ենք, որ ինքը պարբերաբար իշխանությունը զավթել է իշխանությունը, եկեք սկսենք դրանից։ Խաբելով ժողովրդին 2018-ին խաբեց հայտարարել որ իբր թե պատրաստում է Թալանը վերադարձնել, 2021-ին խաբեց, ասել որ իր նպատակն է պաշտպանել Արցախը եւ գնալ դեօկուպացիա։ Սա իր նախընտրական ամբողջ քարոզչության ժամանակ է դրա մասին խոսացել, առավել եւս որ եկան իշխանության, իրենք ընդունեցին նաեւ պետական ծրագիր եւ նորից խաբեցին։ Այսինքն ստախոս է որ խոսում է մաքրության ճշմարտության մասին, սա ամենա, չգիտեմ, զազրելի եւ սրբապեղծ երևույթն է։ Եվս մեկ փաստարկի հետ կապված, երբ որ ընդդիմախոսները հիշեցնում են, որ Ադրբեջանից հնչող հայտարարությունները սինխրոն համապատասխանում են Նիկոլ Փաշինյանի քայլերին, Փաշինյանը դրան էլ է պատասխանել եւ ասել է, որ այդ հայտարարությունները ընդամենը իբր փաստարկ օգտագործողները որպես իրենց աղտեղությունը հանրությունից քողարկելու միջոց են դիտարկում եւ ասել է, որ այդ մեթոդը օգտագործողները այդ թվում արտաքին ուժերին հնարավորություն են տալիս ցանկացած առողջ դիսկուրս խափանել, ցանկացած բարեփոխում վիժեցնել եւ հայաստանյա ծառայական Սուրբ եկեղեցին պահել փակուղու մեջ, ինչպես այսօր է։ Այսինքն փորձում է հերքել կապը Ադրբեջանից ստացված մեսիջների միջև, չնայած օրինակ 3 նույն Փաշազադեն էլի հայտարարություններ արել Հայաստանի եկեղեցու դեմ։ Մենք սա կարող ենք իհարկե փաստերով ցույց տալ, որ այս մարդը սուտ է խոսում, որտեղ հիշում եք, հարցակումը սկսվեց, առաջինը դրա մասին խոսեց, հենց հայտնի է Փաշազադի անձնավորությունը, որը դեպ բավականին կեղծ սովետականության տարիներին հորինված պաշտոն է զբաղեցնում, իբր թե կովկասյան մուսուլմանների առաջնորդ, չնայած ինքը ներկայացնում է շիա իսլամ, իսկ Կովկասի 90%-ը դրանք սուննի իսլամի հետևորդներ են, կապ չունեն շիզմի հետ։ Բայց փաստային առումով բարձր երևում է, որ առաջինը Ադրբեջանն է սկսել այս գործընթացը եկեղեցու դեմ պատերազմ հայտարարել Հայաստանի ծառայական Սուրբ եկեղեցու եւ ապա այդ նախաձեռնությունը, ասենց ասենք, իր ձեռն է վերցրել գործող պարագլուխը, էլի, ցավոք սրտի մեր երկրի։ Բայց սա կա նաեւ մեկ այլ խնդիր, որի մասին ես ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնել, նայեք։ Եթե նկատել եք, նախկինում Ադրբեջան հստակ կերպով բարձրացնում էր սահմանադրական այսպես կոչված փոփոխությունների հարցը իրականում պահանջում էր, որպեսզի Հայաստանի սահմանադրությունից դուրս բերվի մեր անկախության հռչակագիրը։ Եթե նկատել եք վերջին ամիսներին դրա մասին չի խոսում, գոնե 2 ամիս, այսինքն հայտնի Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի ունեցած հանդիպումից հետո։ Եվ կա հստակ տեղեկատվություն մասը, որ
Սա որոշակի պայմանավորվածություն է գործող քաղաքական ռեժիմի եւ Ալիևի միջև Էրդողանի միջնորդությամբ։ Այսինքն իրենք սա խնդրել է, որպեսզի այդ հարցը չբարձրացնեն, քանի որ հանրաքվեի միջոցով հասնել բարեփոխումների կամ ինչպես իրենք են ասում, հնարավոր չէ։ Հետևաբար դրա փոխարեն սահմանության փոփոխության փոխարեն առաջ է բերվել եկեղեցու թուլացման խնդիրը, որտեղ եկեղեցին մնացել է միակ ազգային կառույցը, որը բարձրացնում են հարցեր, որոնք մեր ազգային շահերից է բխում։ Հիշեցենք, որ դրանից ընդամենը այս գործընթացից եկեղեցու դեմ հարձակումներից ընդամենը մի քանի օր առաջ Շվեյցարիայում Ամենայն հայոց հայրապետը վեհապարը խոսել էր 3 կարևոր թեմայեր բարձրացրել։ Առաջինը Արցախում տեղ ունեցած էթնիկ զտումների եւ ցեղասպանության մասին, երկրորդը Արցախում օկուպացված Արցախում հայկական մշակույթի ոչնչացման, եկեղեցիների ոչնչացման խնդիրը եւ երրորդը Բաքվում պահվող հայ գերիների խնդիրը։ Սրանք 3 տաբուներ են, որոնք Ալիևը եւ Փաշինյանը չեն խոսում որոնց մասին ընդհանրապես։ Բայց հայոց վեհապարը դրա մասին խոսել է Շվեյցարիայում, ինչը բարձրացրել է բողոքի ալիք թե Բաքվում, թե այսպես կոչված հայկական իշխանություններում։ Եվ այսինքն սա է պատճառը, որ սկսել է այս հարձակումը հենց եկեղեցու դեմ։ Այսինքն այդ պայմանավորվածության կամ Ադրբեջանի առաջնահերթությունը որն է, որ եկեղեցին թուլացնել, ինչ անել, այսինքն ինչ պայմանավորվածություն է կայացվել։ Պայմանավորվածությունը հետևյալն է, նայեք, սրանք ուզում են աշնանը ստորագրել այսպես կոչված կապիտուլյացիոն փաստաթուղթը, որովհետև սրանք կորցրել են բոլոր կոզերները, մեկ տարի հետո Հայաստանում ընտրությունները վերարտադրվելու խնդիր իրենք ունեն։ Եվ իրենք խնդրում աղաչում են Ադրբեջանին ստորագրել այդ կապիտուլյացիոն փաստաթուղթը, որը իրենք փորձել են ծախել ժողովրդի վրա, իբր թե խաղաղության փաստաթուղթ, ասել վերջ, այլևս պատերազմ չի լինի։ Իդեպ դրա մասը սա էլ առանձին թեմա է, պատերազմ չի լինի, որտեղ բառացիորեն հենց հիմա խոսում է պատերազմի եւ Հայաստանի շուրջ ձևավորող նոր վտանգի մասին։ Այսինքն կա նաեւ հարցի երկրորդ կողմը։ Սկսելով հարձակում եկեղեցու դեմ, իրենք փորձում են նաեւ այս Հայաստանի շուրջ ձևավորող վտանգային իրավիճակի մասին լռեցնել, չխոսացնել, որպեսզի ժողովուրդը կենտրոնանա այս թեմայի վրա։ Այսինքն ամենամեծ սպառնալիքը այս պահին այդ խափանման ծրագրի, այսինքն խաղաղության պայմանագրի եւ այլն եկեղեցին, այսինքն ամենամեծ պայքարող է փուլում եկեղեցին է։ Որտեւ նայեք, եկեղեցին ունի մի ֆունկցիա, որը ոչ մի քաղաքական ուժ չունի, ինքը կարող է միավորել։ Ինքը այն քաղաքական կամ այսպես ասեմ, այն ինստիտուտն է ազգային, երբ միակ ազգային ինստիտուտը, որը որոշակի միավորիչ հնարավորություն ունի բոլոր քաղաքական ուժերին։ Ինչ որ этаպում, երբ որ սկսի Հայաստանից կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրել, որը մամուլի մեղած տեղեկատվության կարող է բերել նա, որ Հայաստանը եւս որոշակի տարածքներ զիջի Ադրբեջանին։ Փոխվարչապետի գրասենյակը հերքել է դա։ Հա, դե պարզ է, որ պետք է հերքել, ոչ չէ ասելու այդպես է։ Բայց եկեք հիշենք, որ վերջին 7 տարում քանի անգամ նմանատիպ հերքումներ են եղել եւ արդյունքում մենք գնացել ենք զիջումներ։ Հիշենք Կիրանցի ուղղությամբ գնացած զիջումների մասին եւ շարունակաբար։ Այսինքն նայեք, կա այսպիսի գործընթաց եւ այն ինստիտուտը, որը կարող է միավորիչ դերը խաղալ, այդ ինստիտուտի թուլացումն եւ վարկաբեկումը բխում է նրանց շահերից, որովհետեւ սա պայման է, որպեսզի ստորագրվի այդպես կոչված կապիտուլյացիոն փաստաթուղթ, բայց նաև կա երկրորդ մասը խնդրի։ Նայեք, Հայաստանի շուրջ որոշակի վտանգավոր գործընթացներ են սկսվում։ Սա պարզ երևում է նրանից, որ հենց հիմա, հենց այս բանը, որ մենք ձեր հետ միասին խոսում ենք, Նախիջևանում գնում է մեծ ռազմական զորավարժություն Ադրբեջանի եւ թուրքական բանակների հետ միասին։ Այդ զորավարժությունը հենց որ ավարտվեն, հաջորդ օրը սկսում է երկրորդ զորավարժությունը, տարբեր զորամիավորումներ։ Այսինքն ինչ զորավարժություն է գնում, ինչի համար է զորավարժությունը գնում։ Մի նպատակով պարզ է, որ Հայաստանի դեմ նոր հնարավոր հարձակման սցենարներ մշակելու համար։ Նույն այս պայմաններում արդեն Քելբաջարի մոտ Լաչինից ոչ շատ հեռու բացվում է այսպես կոչված օդանավակայան, որը պարզ է, որ ինքը ռազմական նշանակություն ունեցող օդանավակայան է, այլ ոչ թե քաղաքացիական, որովհետև այդ սարերի մեջ ստեղծել այդ օդանավակայանը չունի ոչ մի մաս բացի ռազմականից։ Նույն այս պայմաններում, երբ որ Իրանի շուրջ գնացող բանակցություններում որոշակիորեն ճգնաժամ է նկատվում, ինչը վերել է նրան, որ վերջին օրերին ակտիվ կերպով խոսում է, որ Իսրայելը Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է հարվածել Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Այսինքն, երբ որ Հայաստանի, հա, սա էլ հիշեցնեմ, որ բառացիորեն 2 շաբաթ առաջ հնարավոր է Սյունիքի շուրջ սրացումների մասին խոսացել է նաև ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն եւ նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելաուսովը։ Այսինքն, երբ որ տեղի ունենում Հայաստանի շուրջ sense վտանգավոր գործընթացներ,
Այս վտանգավոր գործընթացները շեղում են նաև եկեղեցու շուրջ արհեստական կերպով ճգնաժամ ստեղծել իբր թե կուսակրոնության եւ այլի մասին։ Դա Ադրբեջանը պատերազմ է ուզում։ Հիմա հասկանանք, երբ որ այստեղ Նիկոլ Փաշինյանը ձեր նշած պայմանավորվածությամբ կամ տարբեր խողովակներով Ադրբեջանի հերթական մեսիջը իրականացնում է, նույն հիմա ասում եք եկեղեցու դեմ։ Պատերազմի իմաստը ո՞րն է, այսինքն ինչու պետք է Ադրբեջանը պատերազմի Հայաստանի դեմ, եթե իր ուզածը խաղաղ ճանապարհով ստանում է։ Նայեք, շատ լավ հարց եք տալու, երևի ամենակարևոր հարցերից մեկը։ Խնդիրը նրանում է, որ այսօրվա քաղաքական ռեժիմի մոտ կա այն կարծիք, որ եթե իրենք շարունակաբար գնան զիջումների, ապա Ադրբեջանը ինչ որ պահի կկանգնի։ Ադրբեջանը չի կանգնելու ոչ պահի, որովհետև բացել են, որ սրանց չեն վստահում, չեն էլ հարգում եւ սրանց մասին շատ վատ կարծիք են։ Իրենք նաեւ հասկանում են, որ միևնույն է, վերջի սրանք մի օր հեռանալու են։ Գալու են ուրիշ իշխանություններ, ուրիշ մարդիկ, ուրիշ քաղաքական ուժեր եւ այդ դեպքում նրանք մտածում են իսկ ինչ են կանելու այդ դեպքում։ Հետաբար իրենց նպատակը սրանց ստորացնելու, իրենց նպատակը ոչ միայն սրանց ստորացնելու մեջ է, որ ստորացուցիչ փաստաթուղթ, այլ նպատակն է այնպիսի իրավիճակ ստեղծել, որ ով էլ գա իշխանության, միևնույնն է Հայաստանը չկարողանա ոտքի կանգնել, չկարողանա իր մեջ կուղղել, այսինքն Հայաստանը պետք է այնպիսի իրենց պատկերացում հարված հասցվի։ Այն այժմ պիտի Հայաստանի դիմադրողականությունը թույլատրի, որովհետեւ Հայաստանում անկախ նրանից ինչ փաստաթուղթեր ստորագրված լինի կամ չլինի, միևնույն է Հայաստանը այլևս չլինի նախկին, այսինքն չլինի ուժեղ, չկարողանա ուղիղ կերպով բանակցել այս Ադրբեջանի հետ։ Այսինքն սա է նպատակը, իրենց ռազմավարական խորհրդային նպատակը, սա է Ադրբեջանի Բաքվի։ Եվ այս առումով հասկանալ է, որ այս իշխանությունները իրենք երկարատև քաղաքականություն չեն կազմում, որտեղ հասկանամ է, որ սրանք կարող են չվերարտադրվել մեկ եւ կարող է գալ նոր իշխանություններ, որոնք նոր պայմաններով սկսեն իրենց հետ բանակցել։ Այսինքն Հայաստանին մաքսիմում թույլատնելու խնդիր է դրված եւ իրենք հասկանում են ցանկացած փաստաթուղթ, որ իրենք կստորագրեն այսօրվա իշխանությունները, կարող են 6-7 ամիս հետո ուղղակի մերժվի կամ ուղղակի չկատարվի։ Որտեղ եկեք հիշեցեմ, որ ժամանակին ստորագրվեց նոյեմբերի 9-ի հայտարարած այդ կապիտուլյացիոն փաստաթուղթը, ոչ ոք չի հիշում դրա մասին։ Որտեվ սա արդեն ոչ մեկին ձեռնատու չի, առավելևս Բաքվին, իրենք ցանկանում են ել ավելի Հայաստանը ել ավելի ստորացման փաստաթուղթ ստորագրել կամ ստիպել գնալու այնպիսի զիջումների, այնպես այնաշան թուլանա, որ իրենք նույնիսկ առանց ինչ որ փաստաթղթի ստորագրման էլ այլևս ոտքի չկան։ Բայց երբեմն 9-րդ կետն են հիշում։ Եվ Ադրբեջանը եւ Ռուսաստանը։ Հա, Զանգեզուրի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցը իրենց համար մնում է կարևոր, մանավանդ Թուրքիայի համար, եւ դրա համար Սյունիքը ցավոք սրտի մեր ամենախոցելի տեղն է, սրանց թեթև ձեռքով դարձել եւ Սյունիքի շուրջ լարվածությունը իրանք անդադ շարունակելու են առավելևս հիմա, երբ որ Իրանի եւ Ամերիկա միջուկային ծրագրերի շուրջ բանակցություններ որոշակի փակուղու են հանգել։ Երբ որ ասում եք հարված հասցնել Հայաստանին ուժեղ թույլատրել եւ որ անվերադառնալի լինի արդեն այդ իրավիճակը, դուք նկատի ունեք նաեւ հենց Սյունիքի հետ կապված, Սյունիքի ճանապարհի հետ կապված։ Եվ նայեք, նպատակը հետեւյալն է։ Հայաստանը հնարավորինս Հայաստանը վերածել անկլավի, ասենք ասենք։ Հայաստանին զրկել եւ դեպի Սյունիք տանող ճանապարհներից առաջին քայլով։ Երկրորդ Հայաստանը զրկել նաև Վրաստանի հետ կապող ճանապարհից, Տավուշով գնացող ճանապարհը, այսինքն հնարավորին զրկել բոլոր ճանապարհներից, որովհետեւ ճանապարհները նաև լինեն վերահսկել իրենց կողմից եւ ցանկացած պահի այսպես անեն ու փակեն այդ Հայաստանի դեպի հարավ եւ դեպի Վրաստան տանող ճանապարհները։ Սա անելու համար իրենց բավարար չէ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել։ Նայեք, սա կա նաև հարցի երկրորդ կողմը։ Սա ներադրբեջանական հիմնախնդիրներն են։ Ներադրբեջանական հիմնախնդիրները ձևավորվել են հատկապես այսօրվա գործող ռեժիմի կողմից Ալիևյան որոշակիորեն հայատյացության քարոզի հիման վրա։ Ընդհանրապես կային կարծիքը լուրջ գիտական շրջանակներում, որ Ադրբեջան ինքնությունը եւ հավաքականությունը ստեղծում է հայատյացության վրա։ Հետաբար ստորագրել խաղաղության պայմանագիր այն երկրի հետ, որը նկատում իրանք շարունակաբար ատելություն են սերմանում եւ ատելություն են քարոզում, իրենք ուղղակի չեն կարող, որտեղ սա որոշակի իմիջային վարկանիշի անկում կլինի, որտեղ այնտեղ կան ավելի, նայեք, Ադրբեջանը կան նաեւ տարբեր ազգային փոքրամասնություններ, որոնք շատ ակտիվ կերպով մասնակցում են նաեւ Հայաստան Արցախի դեմ պատերազմին։
Եվ այդ փոքրամասնությունների միավորման կարևորագույն պայմաններից մեկն է հենց այդ հայատյացությունը, որտեղ շարունակաբար այնտեղ հայերի դեմ ատելություն է քարոզվել։ Ու սա որոշակիորեն հայատյացությունը իրենց միավորող ցեմենտող ազգային գաղափարախոսություն է Ադրբեջանի համար։ Եվ իրենք խնդրեմ ունեն, Ադրբեջանը խնդրեմ ունի նմանատիպ այսպես կոչված խաղաղության պայմանագիր ստորագրելու։ Հետաբար առաջինը ես չեմ հավատում Ադրբեջանը կգնա այդ պայմանագրի ստորագրման վերջնական, շատ հնարավոր է ինչ որ ստորագրման ինչ-որ փաստաթուղթ լինի, որը երբեք չի մտնի Ադրբեջանի խորհրդային եւ երբեք չի վավերացնի, սա ես համոզված եմ։ Բայց ինչ որ սրանց օգնելու համար որպեսզի դրան կարողանան վերարտադրել, ինչ որ նախաստորագրում շատ հնարավոր է աշնանել լինի, բայց եթե սրանց հաջողվի, ասենք եկեղեցու քանդման գործընթացում որոշակի առաջընթաց գրանցել։ Հայաքվեն հսկողություն է սահմանել հիմա Մայրաթոռում եւ ինչ վտանգներ եք տեսնում այս առումով, ինչու եք ձեր անդամներին մշտական այդտեղ այսպես պահում, ինչ խնդիր եք տեսնում այս պահի դրությամբ։ Նայեք, խնդիրը շատ սիմվոլիկ է մեր կողմից, որովհետեւ մենք ցույց տանք, որ իսկապես հայ ժողովուրդը պատրաստ է աջակցել եւ պաշտպան կանգնել Վեհարանին եւ Վեհափառին եւ Մայրաթոռին։ Եվ սա շատ կարեւոր է։ Այնտեղ մենք որոշակի կետ ենք սահմանը, որտեղ մենք ունենք նախ Հայաքվեն ունի Էջմիածում իր գրասենյակ, մեր ամենաակտիվ գրասենյակներից մեկը, որը իրեւ ասեմ անդամների շատ-շատերը, եթե ոչ մեծ մասը դրանք պայծազորի սպաներ են, եւ մեր տղաները, եթե նաեւ Երևանից գնացող մեր խմբերը, այնտեղ որոշակիորեն այդ պաշտպանության ծրագիրերն իրականացում շատ սիմվոլիկ, որտեղ եթե հնարավոր հարձակման դեպքում կարողանան ասենց ասեմ բարձրացնել ձայն բարձրացնել եւ մենք բոլորս կգնանք եւ այդ եւ համոզված եմ ոչ միայն Հայաքվեն ամբողջ հայ ժողովուրդը կգնա եւ այդ պաշտպանությանը կանգնի բայց սա շատ կարեւոր է ցույց տալու համար որ մենք չենք պատրաստում նահանջել առավելից չենք պատրաստում Մայրաթոռը զիջել մարդկանց որոնք տարբեր աղանդների հերձված աղանդների ներկայացուցիչներն որոնք փորձում են խոսել հայ ժողովրդից առավելից Հայաստանի առաքելական սուբյեկտի անունից սա այսքան մտահոգությունն է որ կարող ինչ-որ խմբեր գան իշխանության կողմից դե նայեք բառացիորեն տարբեր նորից մամուլում տարածող ինֆորմացիաների տեղեկատվության շուրջ նախ գործող անձը, որը իրեն վարչապետ է հռչակել դրա մասին հայտարարել է, որ ինքը այդ խմբերը ձևավորելու է։ Ճիշտ է, ինչքան հիմա հասկանում ենք այդ թեմայով չի խոսացում, որովհետև նորից ըստ տեղեկատվության մամուլի այն աղանդավորները, որոնք իբր թե պետք է մասնակցեն, հրաժարվել են դրան մասնակցել, բայց միևնույն է, զգոն լինելը շատ կարևոր է։ Եվ ցույց տալը, որ մենք իսկապես պատրաստ ենք, բայց խնդիրը ոչ միայն այդ կետն է եւ այդ պաշտպանելը, նաեւ խնդիրը այն է, որ մենք կոչ ենք արել նաեւ տարբեր քաղաքական ուժերի, կառույցների, քաղաքացիական նախաձեռնությունների եւ ՀԿ-ների միավորվել կրոնական ազատություն եւ խղճի ազատության խնդրի շուրջ։ Եվ լինեմ անկեղծ, մենք պատրաստվում ենք նաեւ այդ թեմայի որոշակի հստակ իրավական հայտարարությունով հանդես գալ եւ նաեւ դիմել տարբեր միջազգային կառույցները, որտեղ իսկապես չնայած լավ հասկանում ենք, որ միջազգային կառույցները հիմնականում փորձում են համագործակցել գործող քաղաքական ռեժիմի հետ, բայց միևնույն է, մենք գործող Հայաստանի Հանրապետությունը ունի որոշակի պարտավորություններ նաեւ միջազգային կրոնայի ազատության, խղճի ազատության հետ կապված եւ ինչու՞ չէ, պետք է օգտվել բոլոր այդ հնարավորություններից, դիմել բոլոր ատյաններ, պահանջելով, որպեսզի ստիպեն գործող ռեժիմին նաեւ դրսից ստիպեն, որպեսզի իրենք հարգեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքը մաս կազմելու հայաստանյան առաքելական սուբյեկտից։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։